սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում, դա նշանակում է թողնում եք բոլոր գործերը, մոտենում եք հեռուստաէկրաններին ավելի մոտ ու անց եք կացնում առաջիկա 1 ժամը ինձ հետ միասին, ես փորձելու եմ իմ ողջ դրական էներգիան փոխանցել ձեզ, այսօր սպասվում է շատ հետաքրքիր եթեր, հրաշալի, ֆանտաստիկ հյուրեր, բայց այս ամենից առաջարկում եմ վայելենք միասին լավ երաժշտություն, արթնացանք։ Դե ինձ սիրելիներս, ով քնած է արթուն կացեք, ով արթուն է ելեք, գեցեք, ժամն է, որպեսզի դիտենք մի տեսանյութ, որից պարզ կլինի, թե ովքեր են այսօր իմ հրաշք հյուրերը։ Դիտեցինք։ Եվ այսպես, Ֆրանսիայի Լիոն քաղաքի Հայք թատերամշակութային թատրոնի հիմնադիրներ, սիրված դերասաններ, Հայք և Գոգա Սարգսյաններ այսօր իմ տաղավարում են և լուսավորում են իմ առավոտը, բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև Անահիտ ջան, բարև ձեզ, ողջունում եմ ամբողջ աշխատակազմին։ Անչափ ուրախ եմ, որ այսօր իմ առավոտյան ծրագրում եք և վստահ եմ, որ հրաշալի եթեր է մեզ սպասվում։ Այո, սիրելի Անահիտ, մեր բարի ողջույնները ձեզ բոլորիդ ամբողջ անձնակազմին եւ իհարկե քեզ, որովհետեւ երբ տեսնում ես լուսավոր մեկին, դու չես կարող ուղղակի չլուսավորել։ Շնորհակալ եմ անչափ եւ առաջին հարցը պետք է տամ, ինչպես են սկսում ձեր առավոտները առհասարակ։ Ես սուրճ եմ պատրաստում, որտեղ սուրճը ես եմ պատրաստում, որ արթնանա եւ սուրճը պատրաստ լինի, այդ սուրճը խմի ինքը։ Իսկ դուք ուղղակի երջանիկ կին եք, հա, ոնց ես։ Ես պարզապես վայելում եմ այդ սուրճը, որովհետեւ ամուսնությունից առաջ այն կանոններ, պայմանները ընդունել է այդ պայմանը, որ յուրաքանչյուր առավոտյան ես իր պատրաստած սուրճը պետք է խմեմ։ Հավատում եք, Անահիտ, մի բան ասեմ, երբ որ ես առավոտյան ինքը տանը չի լինում, դա լինում է 1000-ից 1, որ ես մենակ եմ արթնանում, երբ որ ես ինքս եմ պատրաստում, ես այդպես չեմ վայելում, ինչպես որ իր պատրաստած սուրճն է վայելում։ Հրաշալի։ Մինչ անցնելը ձեր գործնեությանը, հա, շատ կարևոր, շատ սիրված դերասաններ կայացած Հայրենիքում, Հայաստանի Հանրապետությունում, ինչը դրդեց ձեզ, որ որոշեցիք վերցնել իրերը եւ մեկնել Ֆրանսիա։ Անահիտ ջան, շատ շնորհակալություն հարցի համար։ Իրոք պատասխանը միանշանակ միակողմանի չի, ինքը որպես պատասխան շատ յուրահատուկ է, Գոհարի շատ անգամներ է եղել, որ որոշումներ ենք ընդունել որոշակի ինչ-որ ճանապարհի, մեր կյանքի շարունակության ստեղծագործականի ու պատասխանը հիմա իրականում շատերի համար էլ հետաքրքրական է եւ մեր եղած հարազատների համար ինքը չունի այդ ձև միակողմ եղած պատասխան եւ սխալ կլինի ես միակողմանի դա պատասխանը։ Էս էր պատճառը, հա։ Բանաձև չկա, էլի որպես այդպեսին։ Բայց ես Չէ, դուրս չենք եկել, այսինքն չվերադառնալու խնդիրով չի եղել այդպիսի որոշում, բայց որոշման երևի հիմնական պատճառներից մեկն էր, որ ստեղծեինք Ֆրանսիայում, Եվրոպայում առաջի արտադրությունը, կինո եւ հեռուստատեսային արտադրությունը, ունենալով փորձը, որ տեսնում ենք ունենք այսօր եւ Ռուսաստանում եւ Ամերիկայում, Միացյալ Նահանգներում, տեսնում ենք, որ կա ստեղծագործական թմեր կան եւ ստեղծագործում են եւ ունեն արտադրություն, որի մեջ մեր հայազգի ներկայացուցիչները, արվեստագետները, դերասանները մասնակցություն ունեն եւ մտածելով եւ լինելով հեղինակ այդ մտքի որոշեցինք Եվրոպայում ստեղծել Եվրոպայի աուդիտորիայի համար չէ, միայն լսարանի համար չէ Եվրոպայի, այլ աշխարհի ունենալ այնտեղ ստեղծագործական խումբ, թիմ, նախ եւ առաջ թատրոն Եվ իհարկե թատրոնի հիմքի վրա արդեն կառուցել հետագա ստեղծագործական այդ թիմի շնորհիվ, այսպես ասեմ, ստեղծել Հայ-Ֆրանս պրոդուկցիոնը, որը հիմնված է, ստեղծված է։ Արվեստով լեցված մարդը ամենուր է արվեստ տարածում, ուսավառ ապացույցն է, հա, հենց դուք եք, որ մեկնելով այնտեղ հիմա փորձում եք կապ ստեղծել հայ-ֆրանսիական, այսինքն այնպես չի հայրենիքն ենք թողել, ոչ, փորձում ենք հայրենիքին օգտակար լինել այս բaragայում։ Եթե կարելի է հավելեմ, պարզապես 2018 թվականից, որ մենք սկսեցինք շրջագայել եվրոպական երկրներով եւ հյուրախաղերով հանդես գալ, այդ ժամանակից ի վեր ունեինք առաջարկներ, որ տարբեր երկրներից հայկական համայնքի ներկայացուցիչները ցանկանում էին, որ մենք ներկա գտնվենք եւ այնտեղի տեղաբնակներով որևէ մի ներկայացում կամ որևէ մի նախագիծ ունենանք իրենց հետ, որպեսզի ներկայացնենք ամբողջ Եվրոպային որպես հայկական մշակույթ, արվեստ եւ տարիներ շարունակ այդպես գնալով գալով միտք հղացավ մեր մեջ, ինչու՞ չէ, կարելի է նաև Եվրոպայում ունենալ հայկական թատրոն, ստեղծել, պատրաստել, տարածել եւ ներկայացնել համայն աշխարհին, որ մենք ունենք հայկական թատրոն։
Տեսանյութից պարզ դարձավ, որ շատ լուրջ քննարկումներ են կատարվում, լուրջ աշխատանքներ են կատարվում, որպեսզի առաջին կինոարտադրությունը հայ-ֆրանսիական ծնվի։ Ժամկետների առումով, երբ է սպասվում, որտեղ վստահաբար հեռուստայտողին կհետաքրքրի, առաջին ֆիլմի քննարկումները կան արդյոք, երբ է նախատեսվում նկարահանումները։ Մեր Ֆրանսիայի գործընկերները, մեր հայրենակիցները գործընկերներին, որոնց ողջույններ եմ հղում, եւ մեր Ռոբերտին Տեր-Արսենյան, Սուսաննա Օսյանին, Հայ-Ֆրանս պրոդուկցիոնի այդ 4 հոգանոց մեր թիմն է, որոնք համախմբվեցինք եւ եկանք այն մարդկանց հետ այս ճանապարհի, ովքեր որ իրոք իրենց հավատարմությամբ, իրենց հայնպաստ Հայաստանին ծառայությունը ունեն եւ շատ ուրախ եմ եւ մեծ պատիվ է մեզ համար նմանատիպ մարդկանց հետ գործ ունենալը եւ աշխատելը խայտաբղետ է այնտեղ մեր համայնքը եւ ունենք բևեռային տարբերություններով տեսակներ գեղեցիկ նկատի ունեն մեր հայկական ինչքան էլ որ փորձենք այդ բևեռները ինչ որ սուր եզրերի տեղափոխենք ոչ չենք տեղափոխում եւ Հայ-Ֆրանս պրոդուկցիոնը ստեղծվեց Ռոբերտ Տեր-Արսենյանի, Սուսաննա Օսյանի, Գոհար Սարգսյանի եւ Հայկ Սարգսյանի հիմքով մեր եղած մտահղացումներով եւ մտադրություններով Փառք Տիրոջը որ կանգնան մեր կողքին մարդիկ ովքեր որ նվիրական են ովքեր որ ապացուցել են իրենց հավատարմությունը միջև մեր գալը այնտեղ միջև մեր լինելը այնտեղ բազմաթիվ հազարավոր հայ մարդկանց եւ այդ հիմքն ու այդ ստեղծելը այդ եթե լինեինք այսպես ասեմ ես ու Գոհարը չէր լինի այսպես ասեմ ավելի ճիշտ Միշտ ցանկացած յուրահատուկ բան ծնունդ է առնում համախոհների թիմից երբ լավ թիմ է ձևավորվում բոլորը նույն ուղղությամբ են մտածում ստեղծելու արվեստ ու յուրահատուկ հայ-ֆրանսիական կինոարտադրությունից տեղափոխվենք դեպի թատրոն այն թատրոնը որ դուք ստեղծեցիք որը սիրվեց մեծ ճանաչում վայելեց թե եվրոպական երկրներում եւ թե հիմա հայրենիքում որովհետեւ ես գիտեմ որ դուք հիմա այստեղ հյուրախաղերով եք մի քիչ կպատմեք այս գործունեության մասին Սիրով Այստեղ արդեն Այստեղ արդեն այո Կինոից եկանք թատրոն Կինոից եկանք թատրոն դե կինոյի բնականաբար հայտարարում կինո պետք է դու ներկայացներ թույլ թատրոնը ես ներկայացնեմ Չէ թատրոնին մեծ նվիրյալ Հայկ Սարգսյանն է բնականաբար բայց ամեն դեպքում փորձեմ մի երկու բառ ես ասեմ Սիրում եմ ներկայացնել ուրիշի ընտանիքի խոսակցություն Հա ես հետո մի երկու բաներ կպատմեմ Դե 2009 թվականին հիմնվեց Գոհար Շող թատերամշակութային կենտրոնը, որի հիմքի վրա արդեն մենք սկսեցինք ներկայացումներ պատրաստել, խաղալ, ներկայանալ հայ հանդիսատեսին, ունենք նվիրյալներ եւ մեր թատրոնին եւ ընդհանրապես թատրոնին արվեստին ունենք նվիրյալներ, որոնց վրա կարող ենք հենվել, պատրաստել ենք մի քանի 7-8 ներկայացում այստեղ խաղացել ենք շատ ունեցել ենք հյուրախաղեր բազմիցս եւ 2018 թվականից որպեսզի չկրկնվեմ Եվրոպայում շրջագայություններ հյուրախաղեր եւ մինչ այսօր այո իսկ հիմա մենք ունենք Նազարի գրքերը ունենք մանկական ներկայացում երաժշտական գուսանական ազգագրական ժողովրդական երգերով համենված ինքը հումորային ներկայացում է ունենք իմ տոնը անկախ ամեն ինչից երաժշտական կոմեդիա ներկայացումն է հենց երկրի հիմքում հենց երկիրը լքելու չլքելու մասին է ներկայացումը ինչ հետաքրքիր թեմա այո բացառիկ հետաքրքիր որը հիմք հանդիսացավ նաև մեր այնտեղ գտնվելու եւ այստեղ գնալ գալու ի վերջո ներկայացումը ավարտվում այդպես եւ գնանք ու գանք եւ այդպես էլ նաեւ եղավ մեր կյանքում մենք գնում գալիս ենք եւ այդպես բնականաբար թատրոնը տեղափոխվեց կյանքը թատրոն սցենարով այսպես կարելի ասել եւ ունենք Լույսը Վառեկ երաժշտական կոմեդիան որը ամբողջովին համենված է Արնո Բաբաջանյանի երգերով եւ երաժշտական անցումներով ինքը պարային բեմադրություններով որտեղ որ հնչում է երգը այդտեղ կատարում է երաժշտական պարային բեմադրությունը եւ Հայկն ենք դա կատարում Մեծ պարուսույցը Աննան Գրիգորյան դանսը որ Լիոնում է գտնվում մի հրաշալի անձնավորություն ողջույններս Աննա ջան քեզ ներկայացումը պատրաստ է սպասում ենք առաջնախաղին դեռ չենք խաղացել եւ մեծ սպասումով եկել ենք Հայաստան հյուրախաղերով որպեսզի առաջնախաղը կայանա հենց մեր հայրենիքում
այո։ Առաջիկայում որտեղ են նախատեսվում ներկայացումներ, ամսաթվերով թե հետևեն ձեր էջին եւ Այո, երբ որ հետևեն, այսպես չեմ կարող կոնկրետ Որտեղ ասել, մենք տեսնում ենք շատ հետաքրքիր գովազդային հոլովակներ խաղարկային, Իհարկե։ որտեղ ամեն անգամ անակնկալ հայտնում եք թե հաջորդը որտեղ է Այո, եւ ինչ է։ Արդեն հասցրել եք նաեւ Վանաձորում լինել, ես Այո, նկատել։ Վանաձորում կրկին եւս լինելու ենք Կրկին ամսի լինելու ենք։ 29-ին։ Ուրիշ է, չեմ Ես, հանդիսանում։ իհարկե։ Այո, իհարկե։ Այո, Կիրովականը, Վանաձորը մեզ համար յուրատկությունը այդ մեր հրաշալի ու գերազանց աստվածային տարբերությունն է մի հողի տարածքի մեջ են հայկական, հայաստանյան եւ այդ հրաշալի ստեղծագործողի համար կապ չունի որտեղ է ինքը ծնվել, բայց պարտադիր է այցելել Վանաձոր։ Վանաձոր, Գյումրի, եղել են Գյումրիում մեր շատ սիրելի Հովանեսի ողջույններս, Նիկոյի, Հովանեսի, այսպես ցանկությամբ մենք ներկա ենք գտնվել, ունեցել ենք հրաշալի Աբելյան թատրոնին ամբողջական կազմին, որին շատ սիրում են բոլոր Հովանեսի, Նիկոյին, բոլորին Անահիտ Այ հետաքրքիր է, սովորաբար ասում են դե մանկական ներկայացումները, բայց ըստիս ամենաբարդ բանն է մանուկների համար խաղալ ներկայացում, որովհետև նրանք աշխարհի ամենաազնիվ անկեղծ էակներն են եւ ինչպես կարող են ընդունել, այդպես էլ կարող են չընդունել։ Բարդ ու պատասխանատու գործ է։ Դժվար չէ տարիներ շարունակ ստեղծագործել, արարել հատկապես մանուկների համար։ Ես բացառապես խելագարվում եմ մանուկների համար, կենդանիների համար եւ տարեցների համար։ Իրանք ինձ համար իմ գոյության, այսպես ասած, իմաստն են, իմ գոյության նպաստողներն են, գոյությանը, չգիտեմ, ես երեխաները, կենդանիները եւ տարեցները իմ կյանքի գրավականներն են, Եվ իրենց համար ստեղծագործելը դա մեզ համար մեծագույն հաճույք է։ Այդ ներկայացման ավարտին, երբ որ տեսնում ես իրենց ձեռքերի, այն ծափահարությունները, անկեղծ ժպիտները, այն ողջագուրվելը, որ գալիս են, քեզ գրկում են եւ շնորհակալություն են հայտնում, դա ամենամեծ գնահատականն է մեզ համար Անահիտ։ Երբ մուտք գործել եմ թատրոն, նոր թատրոնում 1990-ականին Լուսահոգի Արտաշես Կոնստանտինովիչի ղեկավարությամբ մանկական ներկայացումով տոնածառային եւ այն չգիտակցող դերասաններից եմ եղել, որ սիրել եմ, բայց չեմ հասկացել ինչ եմ անում բեմի վրա, չեմ ուզում մասնագիտորեն դիլետանտիզմի մասին խոսել Ստանիսլավսկու այդ գլխի մասին, բայց իրականում այդ փաստը գոյություն ունի ու ցանկացել եմ հետո վերադառնալ լինել այն ինչ որ անում է երեխաների համար, հիմա արդեն գիտակցված եմ անում ու հասկացված, մի քիչ դա է վրես ճիշտն ասած ուզում եմ վերադառնամ անգիտակից, որ անում են երեխաների համար այդ ներկայացումները մանկական, ես մանկական ներկայացումով եմ մուտք գործել թատրոն եւ միջև օրս խոսք եմ տվել ինձ միջև, եթե հնարավոր է միջև կյանքից վերջ մանկական մանկապատանեկան։ Դե տարիները իմաստավորում են, չէ՞։ Ավելացնում են հատկապես երբ որ իմաստուն կին է լինում կողքին։ Հայք թատրոնից է Լիոնում գործող մեր Հայք թատրոնից մասնակից ունեցանք մեր Հերմինեին Ղազարյան, որը այնտեղ բարեկենդանը ներկայացման մեջ մասնակցություն ունեցավ, բավականին զգալի եւ ազդեցիկ եւ թատրոնի խումբը հիմա պատրաստվում է մեր Կարինեի Խոտիկյանի Սիրային քառանկյունի պիեսի աշխատանքներն են գնում, եթե վերջնականապես այդ աշխատանքները բերվեն իմի Կարինե Խոտիկյանի խոսենք դրամատուրգի հետ, որովհետեւ իրենք նոր են դերասանական ճանապարհ վերցնում, ես չեմ թերագնահատում իրենց ուղակի յուրաքանչյուրի պրոֆեսիոնալի Անահիտ ջան ձեր եւ պրոֆեսիոնալ մասնակիցների խորհրդի շատ մեծ կարիք ունեն եւ պակաս ունեն այդ գնահատականի գիտակցման անկալելու, հասկանալու, որովհետեւ իրենք աշխատանքից այն կողմ են գալիս թատերական խումբ գալիս, ոնց էլ մեր ժողովրդական թատրոն կար առաջներում կհիշեք, աշխատանքից հետո էին մարդիկ գալիս եւ հարվեստով թատրոնով էին զբաղվում, որովհետեւ հոգիների մեջ այդ պակասը կար, այդ գեղեցիկի յուրաքանչյուր մարդու մոտ կար այդ պակասը դեպի գեղեցիկը, դեպի արվեստը եւ յուրաքանչյուր մեզանից էլ դերասաններից մնում է այդ պահանջը, այդ ինչ որ կա լրացնելը, չէ՞ որ մենք նաեւ լրացնողներն ենք, այն ամեն ինչի մենք բոլորս նկատի ունեմ Հեն ամեն ինչի ինչ որ մարդկային կյանքում կարող է բանկացնել։ Իդեպ ուզում եմ սիրելի հեռուստադիտողներ հուշել ձեզ, որ Հայկ ու Գոգա Սարգսյաններ ունեն նաև հետաքրքիր ձևաչափ եւ ելույթ են նետում դպրոցներում ներկայացումների տեսքով
ինտերակտիվ ու երեխաների համար շատ օգտակար յուրահատուկ հանդիպումներ են կազմակերպում, օրեր, ժամեր ու դպրոցներ չեմ ասի, պարզապես ուշադիր եղեք, գուցե նրանք լինեն հենց ձեր դպրոցում հաջորդիվ եւ բաց մի թողեք հնարավորությունը, քանի որ հստակ ժամանակահատվածով են եկել հայրենիք եւ հնարավորություն չունենակ մեկել Լիոնում, այնպես որ գնացեք ձեռք բերեք տոմսերը, նրանք ամեն ինչ արել են, որ տոմսերն լինեն շատ հասանելի ու մատչելի, որպեսզի երեխաները ել ավելի հեշտությամբ կարողանան ընդգրկվել արվեստային ու յուրահատուկ մշակութային ներկայացումների մեջ։ Ինձ մնում է միայն ձեզ մեջ շնորհակալություն հայտնել, գիտեք ինչի համար, ձեր կատարած աշխատանքի համար, մտքի գաղափարի, որ դուք ուղղակի չեք մեկնել, դուք փորձել եք պահպանել արվեստը այնտեղ, որտեղ դրա կարիքը կա, հիշեցնել հայրենի հողի մասին, այդ կարոտը միշտ թարմ պահել եւ փորձել օգտակար լինել նաեւ այստեղ ձեր ձևավորած նոր մտքերով, գաղափարներով, ֆիլմ արտադրությամբ ու նաեւ թատեր արվեստով։ Ձեզ մեծ շնորհակալություն։ Շնորհակալ եմ, որ շնորհակալ եմ, որ գտնվում եք ձեզ մոտ, այդ լուսավոր, ուրախ այս տրամադրությունն ու ջերմությունը ձեր Անահիտ ջան մեզ փոխանցեց շատ մեծ ուժ, որ մենք շարունակենք անել այն ինչ որ մենք անենք, անչափ շնորհակալ ենք ձեզանից մենք։ Ինչպես ձեր ներկայացման մեջ է, վերնագիրը հուշում էր լույսդ վառի, կարծում եմ որտեղ դուք հայտնվում եք, լույս եք տարածում ու նաև վառում եք բոլորի այդ սրտիկների հոգու լույսերը։ լույսերը, այո, շնորհակալություն։ Իդեպ լույսը վառեք ներկայացման հիմքում հենց այդպես է, վառիր հոգուտ լույսը։ Շնորհակալություն, այդպես միտքն է այդպես։ Հիմքում դա է, որ հոգու լույսը պետք է վառի։ Շնորհակալություն, որ այս առավոտին ցետ էիք, մեր առավոտը իսկապես ջերմացավ ու լուսավորվեց հրաշք դերասանների Հայկ Գոգա Սարգսյանների շնորհիվ։ Իսկ դուք սիրելիներս առնչվեք արվեստի հետ, մշակույթի հետ, վերցրեք ձեր երեխաներին ու այցելեք ներկայացումների, որովհետև դա վստահաբար մեծ հետք է թողնում ու ձևավորում է ձեր երեխայի տեսակն ու էությունը։ Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը, ձեզ հետ Անահիտ Կիրակոսյանն էր եւ օրդ բարին թող ձեր օրն իսկապես լցվի բարությամբ, մնացեք բարով։